Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեկնարկել է ձմեռային զորակոչը, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովը ընդունեց օրենք, ըստ որի այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս, այն է կես տարի պակաս, քան նախկինում, նշել է Սուրեն Պապիկյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է շտապօգնություն ծառայություն, որտեղ ներկայացվել են իրականացված բարեփոխումները ու ներդրումները։ Ծառայությունը համալրվել է 7 նոր ժամանակակից շտապօգնության ավտոմեքենայով, իսկ 2026-ին նախատեսվում է ձեռք բերել ևս 7-ից 10 մեքենա։ Ներդրվել են թվայնացված համակարգեր, պլանշետներով կանչերի գրանցում եւ բուժառուների էլեկտրոնային հաշվառում։ 103 ծառայությունում զանգերի մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերը հասցվել են 0-ի։ Համակարգը ապահովում է ամբողջ հանրապետության կանչերի կենտրոնացված սպասարկում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2025 թվականին հավաքվել է 2 տրիլիոն 725 միլիոն 2 դրամ հարկ եւ տուրք, ինչը 14%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Փաստացի մուտքերը լիովին համապատասխանում են 2025 թվականի բյուջեի օրենքով նախատեսված նպատակներին եւ գերազանցում են միջնակետ ծրագրերով նախատեսված կանխատեսումները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ կառավարության ծրագրով գերակա ոլորտներում ներդրում իրականացնող գործարարները ազատվում են երրորդ երկրներից ներմուծվող հումքի եւ սարքավորումների մաքսատուրքից։ Նախորդ տարի աջակցություն է ստացել 67 նախաձեռնություն, ստեղծվել է 3405 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում շուրջ 100.5 միլիոն դոլար մնացել է Հայաստանի տնտեսությունում, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանն ու հարկային մուտքերին։ Նախարարը նշել է, որ արտոնությունը հասանելի է բոլոր ներդրողներին առանց բացառության։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի եւ նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին։ Դրա համար պարզապես պետք է Հայաստանում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ։ Ըստ Թորոսյանի, եթե կենսաթոշակներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն արքայով, ապա հնարավորություն կունենան 20%-ի փոխարեն 22% հետվճար ստանալ։ Տեսեք, սա վիզա քարտ է, իսկ սա արկա քարտ է, որի վրա գրված է արկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերներ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար։ Իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները տարեսկզբից ուժի մեջ են մտել։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս մոտեցումը աշխատողների եւ գործատուների միջև հնարավոր խնդիրների լուծմանն է նպաստելու։ Գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու, քանի որ մենք հարթակում նախատեսնենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը եւ անգամ շատ դաշտերի պարագայում ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը լրացվի, ինչը եւս բավականին կհեշտացնի գործընթացը։ Թվային տարբերակով պայմանագիր կնքելու դեպքում աշխատողը անմիջապես ունենում է պայմանագրի իր օրինակը, ամիսներով չի սպասում դրան։ Այս կերպ առավել ճիշտ ու համակարգված կիրականացվեն նաև վերահսկողական միջոցառումները։ Հետին թվով պայմանագրեր կնքել այլևս հնարավոր չի լինի։ Գործող աշխատանքային պայմանագրերը եւս այժմ արդեն հնարավոր է մուտքագրել էլեկտրոնային հարթակ։ Եթե արդեն իսկ գործատուն ստեղծում է պայմանագիր համակարգում, կարող է մյուս աշխատողների մասով իր ստեղծած պայմանագրի հիման վրա փոփոխություններ կատարել։ Պայմանական, եթե ինքը արդեն իսկ հաշվապահ է ընդունել աշխատանքի եւ այդ հաշվապահի մասով ստեղծել է պայմանագիրը, եւս մեկ հաշվապահ է ընդունելու, ստացվում է գրեթե բոլոր դաշտերը միանման են լինել։ Ինքը մնում է փոխի անունը, ազգանունը, վարձատրությունը օրինակի համար, բայց այն հիմնական կարևոր կետերը արդեն իսկ ինքը կարող իր եղածի վրա աշխատելով անել։ Սա եւս մեկ հնարավորություն է, որը ճկունություն կհաղորդի, որ ամեն ինչ զրոյից սկսեն անել։ Էլեկտրոնային ստորագրության արկայությունը պարտադիր է աշխատանքային պայմանագիրը կնքելու համար։ Աշխատանքային պայմանագրի կնքման եւ հաստատման մասին քաղաքացիները տեղեկանում են անմիջապես։
Երբ որ աշխատանքային պայմանագիրը կամ մնացած էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրվում են գործատուի կողմից, անմիջապես արտացոլվում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի համապատասխան էջում, որը կոչվում է աշխատանքային պայմանագրեր, ու արդեն հասանելի են դառնում քաղաքացիներին։ Նաև նշեմ, որ գործատուի կողմից ստորագրվելուց հետո աշխատակցի էլեկտրոնային փոստին, որը որ նշվել է աշխատանքային պայմանագրում, ուղարկվում է ծանուցում այն մասին, որ առկա է աշխատանքային պայմանագիր եւ անհրաժեշտ է ստորագրել այն։ Եվ աշխատակիցը համապատասխան էջում կարող է դիտել իր աշխատանքային պայմանագրերի մնացած բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը ու համաձայնության դեպքում ստորագրել։ Ու նաև նշեմ, որ աշխատակցի կողմից ստորագրելուց հետո նույնպես գործատուն ստանում է ծանուցում, որ տվյալ աշխատակիցը արդեն ստորագրել է փաստաթուղթը։ Կարևոր նկատառում եկամուտների հայտարարագրումն ու պայմանագրերի ստորագրումը տարբեր գործընթացներ են։ Հայտարարագիր ներկայացրած անձին եւս պետք է էլեկտրոնային տարբերակով կնքեն իրենց աշխատանքային պայմանագրերը։ Հայաստանում սուրշնչառական վարակներով պայմանավորված հիվանդության ակտիվությունը պահպանվում է, հայտնում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Ըստ պաշտոնական տվյալների շարունակվում են շրջանառվել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից ռինովիրուսի եւ բոկավիրուսի հարուցիչները։ Ընդհանուր դեպքերի 80%-ը 0-ից 18 տարեկանների խմբում է, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-ից 14 տարեկանների շրջանում։ Կենտրոնից հիշեցնում են կանխարգելիչ միջոցառումների մասին, պահպանել շնչառական հիգիենան, հազալու եւ փռշտալու վարվելակարգը, անհրաժեշտության դեպքում դիմակ կրել, պահպանել ձեռքերի հիգիենան, խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից։ 25 թվականի համեմատ մի փոքր բարձր ենք։ Նույն ցուցանիշները գրեթե 80%-ը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում, առավել բարձր 0-ից 4 տարեկանների շրջանում։ Նույն ցուցանիշների ուրեմն մի փոքր նվազում են պատմում նաև հոսպիտալացումների շրջանում, շնչառական վարակներով պայմանավորված գրեթե դեպքերի 93%-ը, որոնց կազմում են 0-ից 18 տարեկանները։ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր 1 սանտիմետրով։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, որ Արփասևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 29-ից մինչև 2026-ի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.072 խորանարդ մետր։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կովկասի բնության հիմնադրամից ստացել է անօդաչու թռչող սարք, ջերմատեսիլ եւ բարձր լուծաչափով տեսախցիկներով, որը հեշտացնում է ապօրինի գործունեության վերահսկողությունը, տվյալների ճշգրիտ հավաքագրումն ու դժվարամատչելի տարածքների մշտադիտարկումը։ Սարքերի կիրառումը վերջին 3 տարում մեծացրել է բնապահպանական վերահսկողության արդյունավետությունը եւ նվազեցրել մարդկային ու ժամանակակից ռեսուրսների ծախսերը։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ 2010-ից 2018 թվականներին Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան չարաշահել է լիազորությունները կեղծել փաստաթղթեր եւ օրինականացրել առանձնապես խոշոր չափերով գույք, ընդհանուր 140.1 միլիոն դրամի արժեքով։ Նա կազմակերպել է հողամասի կեղծ աճուրդ, ապօրինի ընդլայնել հողամասը եւ տվել շինթույլտվություն քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շենքի համար, որը նվիրաբերվել է իր ընտանիքի անդամներին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անձի, այդ թվում որդուն։ Մեղադրական եզրակացությունը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տնային կալանք, Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք եւ գրավ։ Այս տարի ամանորն անցավ առօրյա պայմաններում, որքան էլ որ դա գեղեցիկ էր, բայց միևնույն է ճանապարհներին անհարմարություններ պատճառեց վարորդներին։ Տոնական վերջին օրերի վթարների մեծ մասը հենց մերկասառույցի պատճառով էր, քանի որ շատ մարզերում ճանշինականները կամ գործը ավարտին չէին հասցրել, կամ էլ կիսատ էր արվել։ Օրինակ, սա Հրազդանում է։ Գլխավոր փողոցներում այստեղ մերկասառույց է եղել, իսկ շատ բակային հատվածներ ուղղակի սահադաշտ են հիշեցրել։ Ես որտեղ տեղ ասֆալտայերում էդի արևից է բան եղել։ Նայ ոնց ասող տալու։ Աղու ավազով մշակվել է, սակայն հիմա Հրազդանի այս տարածքում ճիշտ է մաքրվել է ձյունը, սակայն լավ կլիներ, որպեսզի աղու ավազ լցվեր, ինչը ավելի անվտանգ կդառնար, ավելի ապահով կլիներ։ Հիմա տեսնում եք ճանապարհը լրիվ սառած է։
Ճանապարհներին ու ձնակույտերում հայտնված մեքենաներն էլ դուրս են բերվել ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկների ու փրկարար ծառայության Հրազդանի շրջփրկարարական ջոկատի փրկարարների օպերատիվ 24-ժամյա աշխատանքի շնորհիվ։ Հունվարի 5-ն է, գտնվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում, որտեղ մի քանի կիլոմետրանոց պողոտան ճիշտ է ձյան շերտից մաքրվել է, սակայն ցանկալի է, որպեսզի ճանապարհը մշակվի աղ ու ավազով։ Հիմա տեսնում եք ամբողջ ճանապարհը մերկասառույց է։ Սա էլ նոր հաճախ խոշորացված համայնքին նոր գեղի համար 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհն է։ Ու քանի որ դասերն արդեն իսկ մեկնարկել են, երեխաներից մեծ ուժ է պահանջվում հավասարակշռությունը պահելու, չսայթակելու համար։ Աշխատանքներ չի կատարվել ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ Դպրոցում էլ իդեպ ասում են բավականին շատ երեխաներ են սովորում։ Ու որպեսզի երեխաներն ու ուսուցիչները խուսափեն կոտրվածքներից, ճանապարհը շտապ աղ ու ավազով մշակելու անհրաժեշտություն կա։ Մաքրած է դպրոցի մուտքը, բայց դպրոցի ճանապարհը լրիվ մերկասառույց է։ Փոխարենը տոնական օրերին անտեսելով Սաստիկ բուքը Շիրակի մարզում են հսկայածավալ աշխատանք կատարել։ Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները գործակցելով փրկարարծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության եւ Գյումրիի Ամասիայի Աշոցքի Արթիկի Անիի Մարալիկի շրջփրկարարական ջոկատների հետ ծնաբքից 60-ից ավելի մեքենա են դուրս բերել։ Լավ է, որ յուղամիջյան ճանապարհներն էլ մաքրվում։ Հեսա լավ բացում են։ Ճանշինականները հատուկ տեխնիկաներով են աշխատել Գյումրի Ամասիա եւ Արեգնադեմ գյուղամիջյան ճանապարհին, որպեսզի երթևեկությունը գործի անխափան։ Բարեկները նաեւ ստուգել են մեքենաների անվադողերը։ Բարեկայինը այստեղ էլ է, Արեգնադեմում էլ է ծառայություն կատարում։ Հունվարի 6-ն է, աշտարակը տեսեք լրիվ, ճանապարհները մաքրած։ Աշտարակ քաղաքում տնական օրերին նույնպես արագ են գործել։ Այստեղ մաքրվել են ոչ միայն ճանապարհները, այլ նաև մայթերը, մշակվել աղ ու ավազով։ Բաց անցանելի, չորը դաժարացված։ Հունվարի 5-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են 34-ամյա Հասմիկի Միցուբիշին, 50-ամյա Թաթուլի Մերսեդեսը եւ 42-ամյա Գրիշայի Լադան, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ Մերսեդես հայտնվել է ձնակույտերի մեջ։ 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Ճանապարհի այդ հատվածում մերկասառույց է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունվարի 5-ին Ծովագյուղ շորժաճանապարհին բախվել են Mitsubishi Outlander-ը եւ D տեղափոխող Mitsubishi Grandis-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե պատնեշին։ Մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հավաքվածներն էլ հայտնել են, որ վիրավորին ու վարորդներին առաջին օգնության են հասել այդ հատվածում ծառայություն կատարող ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները։ Ժամանել են նաև համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Մերկասառույցի պատճառով հունվարի 1-ին էլ Զովունի Եղվար ճանապարհին բախվել են Հոնդան եւ ՎԱԶ 2121-ը։ Բախման հետևանքով էլ Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ Հոնդան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում։ 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկներն ու փրկարարծառայության Եղվարդի շերջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին, որոնցից 2-ը երեխաներ են, անչափահասներ, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։